թեկնածուի մասին ասեք ով է լինելու եւ երկրորդը արդյոք դուք վստահ եք իր ամբասի կենսագրության հետ կապված, որ քրեական օրինակ գործերի հետ կապված ինքը խնդիրներ չի ունենա։ Փող քաղաքապետը։ Այո, այլ թեկնածուն ով է։ Գիտեք ինչ կա, եթե հիմա այդպես մտածենք, որ մարդուն պետք է սենց փողոցը բռնեն, տանին ինչ որ կարեն վրել ուղարկեն գաղութ, հասկացար, հիմա ինչ ուզում ես արա, եթե պետությունը նմանատիպ վարկագիծ է ձեռնարարում անելու, ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես դիր, հետո իրան կխայտարակվեն, ես չգիտեմ ինչ կլինեն, ընդհանրապես ես չգիտեմ ինչ կդառնան, այսինքն հիմա ելում է պետք ընդհանրապես տեղական ինքնակառավարման ընդրությունները, ինչ պետք է այս ամեն համակարգը, որ ստեղծված է, այսինքն այդ մակարդակի քաղաքապետը այդքան իրանց հետաքրքիր է, որ ասենք այդքան, ամբողջ, մի բան էլ ասեմ ձեզ, մի բան եմ ասում ձեզ, ինչքան է քաղաքապետը հզոր լինի, պետք է անպայման իր հետևից ուժել տեսնի, հասկանալի է, որ կարողանա, օրինակ ես ինչքան հզոր քաղաքապետ եմ եղել, ու իրոք շատ հզոր քաղաքապետ եմ եղել, բայց եթե Քոչարյանը Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի, շատ բաներ կար, որ դժվար կլիներ ինձ համար անել, ուրեմն պետք է այդտեղ հարաբերությունները Դադաստանի մեջ, մինչև Եվրոմիություն, ես չգիտեմ ինչ։ Մի խոսքով, Փաշինյանի դեպքում անպայման ասում եմ, դադի ենք տալու կառավարությանը, եթե հանգարցակի, ուրեմն 30 միլիարդը չտվեցին քաղաքի հասանելի գումարները, որ ասենք 85 միլիարդ քաղաքից հավաքագրվում է, տարվում է հանրապետական բյուջե, այնտեղից տրվում է քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, անպայման դրա համար պայքարելու եմ, հետո պայքարելու եմ այն պտտվող մեխանիզմը, որ կատարվում է քաղաքապետի հողհատկացումը, գնում է մարզպետարան քաղաքաշինության նախարարություն, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հադագագիծը կա, եթե քաղաքի հադագագիծը կա, այդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը, անպայման դրանց վերաբերյալ, եթե հանգարց ընդհանուր հայտարարիչ եկան կառավարության, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջի անգամ քաղաքապետարանը դադի է տալու կառավարությանը, բարձրաձայնում է։ Այն ժամանակ 85 միլիարդ քաղաքից չէր հավաքագրվում, այն ժամանակ այդքան գումար չէր հավաքագրվում, ընդհանուր մենք դրա հաշվարկ էին կարել, որ մի բաներ պետությունը այն ժամանակ ավելի գումար էր տալիս, քան թե այստեղից տանում էին։ Հիմա քանի որ երկիրը շենացել է ու դրա գլուխգործոցը ձեր խոնարհ ծառան է եղել, որ այսքան փոքր եւ միջին բիզնեսը խտանել էս քաղաքում, այսքան որ բան է ստեղծվել, ինչ որ տեսնում եք իմոլոգ է կառուցվել, այդտեղ արդեն երբ որ հաշվարկ են կարել Հրանտ Բակրատյանի հետ, շատ խելացի, ինքը լուրջ տնտեսագետ է, լուրջ մասնագետ է եւ ցավում եմ, որ այդ մարդու խելքը չեն օգտագործել նախկին եւ ներկայիս ուրեմն ղեկավարները, ցավում եմ դրա համար, այ իր հետ որ մենք քննարկել ենք, ինքը շատ լավ ուրեմն այդպես խումբ էր ստեղծել եւ դրա համար ինքը ներկայացրեց, մենք է զգացինք, որ որոշակի ես էլ հասկանում եմ տեղական ինքնակառավարումից եւ համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-186 հոդվածների տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի մաս հանումը Գյումրի քաղաքի պետք է լինի 27-ից 30 միլիարդ դրամ։